Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Կիսալուսնի մայրամուտ հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակն է Տիրան Լոքմագյոզյանը, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Ողջույն, պարոն Լոքմագյոզյան։ Մեր այսօրվա զրույցը մենք մեր նախազրույցում արդեն իսկ պայմանավորված ֆորմատով ենք իրականացնելու։ Խոսքը փոխանցում եմ ձեզ, խնդրեմ։ Շնորհակալություն, ես խնդրել եի մի քանի րոպե մեր իսկական թեմաներին անցնելուց առաջ ես ուզում եմ մի փոքր հայտարարություն անեմ, իմ սիրտի խոսքը ասեմ իմ ունկնդիրներին, որ ես արդեն, ինչպես գիտեք, քանի տարի է, երկար տարիներ, նախ ասեմ, որ այս պրոգրամը, այս ծրագիրը մենք արդեն անում ենք 10 տարուց ավել, արդեն 11-12 տարի եղավ կարծեմ, եւ այդ ընթացքում խոսել եմ ես միշտ Թուրքիայի մասին, Թուրքիան այնպես ինչպես որ գա եւ ընդհանրապես չգիտեն մարդիկ, չի ճանաչվում այդպես եւ այդ փորձեցի ինֆորմացիաներ տալ, որոնք ոչ միտեղ չեք տեսել եւ ոչ միտեղ չեք կարող կարդալ։ Այսինքն Թուրքիայի ներքին ցալքերը շատ խիստ ներքին ցալքերի միջայլոց այնպիսի թեմաներին անդրադարձանք, որ անգամ շատերը մի քիչ զարմանքով նկատեցին այդ բաները, սակայն այդ ընթացքում նաև իհարկե ինչպես չի կարելի հայ-թուրք հարաբերությունների մասին խոսել եւ այսօրվա քաղաքական անցուդարձի մասին եւ հակառակ որ նպատակը այս ծրագրի այն չէր որ օրակարգային քաղաքական անցուդարձի հետևենք եւ այլն, սակայն ստիպված, որովհետեւ հայ-թուրք, եթե Թուրքիայի մասին ենք խոսում, եթե Հայաստանի հետ կապված, ուրեմն պիտի խոսենք ավտոմատ կերպով։ Իմ ունկնդիրները բոլորը գիտեն իմ մոտեցումը եւ իմ դիրքը, իմ կեցվածքը եւ արդեն քանի տարի է, երկար տարիներ արդեն ես խոսում եմ, ասում եմ, բացատրում եմ, ուզում եմ ասենք եթե անգիտակից մարդիկ կան ինչ որ մի բան բացատրեմ, սակայն դժբախտաբար ձայն բարբարո անապատի։ Այսքան տարի ես իմ ասելիքս ասեցի, ինձ թվում է ասելիք այլևս բան չկա եւ արդեն գրկնում եմ շարունակ այդ նույն բաները, դժբախտաբար այն զանգվածը ում որ պետք է այդ ինֆորմացիան նա լսողը չի, իսկ այն զանգվածը ով լսում է նրան պետք է չէ նա շատ լավ հասկանում է թե ամեն ինչ է կատարվում աշխարհում թե եւ Հայաստանում կամ այս տարածաշրջանում։ Այդ պատճառով ես որոշել եմ վերջ տամ այլևս եւ դրա մասին այլևս չխոսեմ։ Ես այլևս լրելու եմ այդ առումով, որովհետեւ ինչպես ասեցի, ինչ ասել եմ եւ արդեն կրկնություն են։ Ինչպես թուրքը ասում է մոծակի ձայնը հասկացողի համար նվագարան է, իսկ չհասկացողի համար դհոլն ու զուռնան էլ քիչ են։ Դրա համար ինչքան դհոլ ու զուռնա էլ փչենք ու նվագենք, մեկ է չհասկացողը չի հասկանալու ու չի փոխվելու։ Դժբախտաբար ունենք մի մեծ ստամոքսային զանգված մենք, ստամոքսաբաշտ զանգված, որոնց համար ամեն ինչ կատարվում է, կատարվեց եւ կատարվում է եւ կատարվելու է, դրա մասին եմ խոսել ես բազմիցս, իրենց չի հետաքրում եւ եթե չի հետաքրում, ուրեմն իմ բոլոր ասելիքներս իզուր է եւ որոշել եմ ոչ միայն այստեղ, նաեւ ընդհանրապես եւ ես արդեն ամենտեղ որ երբ որ ինձ զանգում են ու կանչում են կամ հարց են տալիս, ասում եմ այլևս ես չեմ խոսելու։ Գոնե մինչեւ այս տարվա վերջը դեկտեմբերի 31-ը հաստատ որոշել եմ այդպես շարունակեմ, դրանից հետո կտեսնենք։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Իսկ հիմա քանի դեռ կա հնարավորություն ես ես ուղեմ այսօրվա իմ առանձնացրած հարցերից մի քանիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Օրբելի ֆորում կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագիրը գրող համաժողովի ընթացքում հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները արդեն ճիշտ ուղու վրա են
եւ նշեց, որ չպետք է շփոթել հայ-թուրքական հարաբերությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Այս ուզում եմ հասկանալ, այստեղ հակադրություն կա, թե ոչ, եւ եթե կա հակադրություն, ապա որքանով է նպատակահարմար այս սահմանի բացումը, որի մասին վերջերս անդադար խոսվում է։ Իհարկե այստեղ բարախաղեր են կատարվում, այստեղ շեշտեմ ինչպես որ նկատում եք, չնայած այս հայտարարությունը արեց որ չեմ խոսելու, բայց ելի խոսում եմ այս հայ-թուրքական հարաբերությունների մասին, քանի որ արդեն նախորոք որոշված էր այս թեման, դրա համար սա երևի վերջի անգամը կլինի։ Այստեղ բարախաղ է կատարվում, մենք տեսնում ենք մեր երկրի վերջի փիլիսոփային, որը ինչ որ մտքեր է արտահայտում խելոք եւ ուզում է նորից մարդկանց մոլորեցնել հայ-թուրքական հարաբերություններ եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ չի կարելի իրարից տարանջատել, գուցե ինչ որ երկրների միջև այդ հարաբերությունների մասին կարելի է խոսել այդպիսի բանի մասին, որովհետեւ շատ անգամ լինում է, որ օրինակ կառավարության բայդության քաղաքականությունը կամ երկու երկրների քաղաքականությունները այնքան է չեն համագնում երկու ժողովուրդների մտածելակերպի, սակայն այստեղ այդպես չէ։ Իհարկե ես նորից եմ կրկնում, տեսեք նորից կրկնում եմ, եթե այսօր մտնեք Facebook, օրինակ, այդ հարթակները շատ լավ ցուցանիշ են իմիջայլոց ժողովրդի մտածելակերպի հետ կապված, այս վերջերս նորից ինչ որ մեկը ինչ որ բաներ դրել եւ թուրքերը, լիքը թուրքեր արձագանքեցին դրան եւ այնտեղ տեսնում ենք ժողովրդի մտածելակերպը, որը շատ էլ չի տարբերվում կարելի ասել, որ ընդհանրապես չի տարբերվում պետության կամ կառավարության մտածելակերպից, այսինքն կառավարություն, պետություն, ժողովուրդ Թուրքիայում միադեսակ մտածող մի զանգված են, ինչի, որովհետև Թուրքիայում կա խորքային պետություն եւ այդ խորքային պետությունն է, որ ամեն ինչ կառավարում է, թե կառավարում է կառավարությունը, այսինքն դրա մասին ես մի քանի անգամ խոսել եմ, մենք տեսել ենք օրինակներ են ցույց տվել թե նախկինում էլ երբ որ եղել են վարչապետեր կամ բաներ նախագահներ, որոնք կարծեք թե շեղվում էին թուրքական պետական քաղաքականությունից, մեկ էլ տեսնում եք որ 24 ժամ հետո այդ մարդիկ լրիվ հակառակն էին խոսում, այսինքն իրենց ականջը քաշեցին ինչ որ մի տեղից եւ նույնը նաեւ ժողովրդի Թուրքիո ժողովուրդը դրա մասին էլ ես բազմիցս խոսել եմ, այնպիսի մի զանգված է որ եթե պետությունը այս կառավարությունը ուզենա մի շաբաթում 180 աստիճան կարող է փոխել թուրք ժողովրդի մտածելակերպը, ուղղությունը եւ այլն, իհարկե ամեն ինչի մասին դոկոսային հարաբերությունով պետք է խոսենք 100% չի իհարկե, սակայն մեծ տոկոսը գոնե մի 60%, եթե ոչ 70% կարող է ասենց մի անգամից փոխվի։ Ես ինքս ապրել եմ հենց Թուրքիայում, կար մի ժամանակ, որ կարծեք թե հայ-թուրք հարաբերությունները լավանում էին, ոչ թե այս դարիների մասին է խոսքս, այլ դրանից նախորդող դարիներին, օրինակ պրոտոկոլների ժամանակ եւ այլն, մեկ է Թուրքիայում տեսնում ենք, որ ժողովրդի մտածելակերպը հայերի նկատմամբ ուրիշ տեսակ են խոսում եւ այլն, դա շատ հետաքրքիր ցուցիչ էր ինձ համար եւ քանի որ այդ խորքային պետությունն է այս ամեն ինչ կառավարում, ոչ միայն ինչպես ասացի կառավարությունը, այլ նաև ժողովրդի տրամաբանությունը, դրա համար այդ ամեն ինչը նույն ծիրի մեջ պետք է տեսնենք։ Թուրքիան այսպիսի երկիր է եւ ով որ խոսում է Հայաստան-Թուրքիա հարաբերություն եւ հայ-թուրք հարաբերությունների մասին ու տարանջատում է եւ այլն, նա ուղղակի դկետ է դարումով Թուրքիան չճանաչող, չսովորող, ոչ մեկին էլ չհարցնող մարդ են, դժբախտաբար մենք 30 տարի է արդեն այս նույն մարդկանց հետ, նույն ղեկավարների հետ, այսինքն նման ձևի մտածող ղեկավար, այսինքն ես ամեն ինչ գիտեմ, կարող է ես չիմանամ այդ տրամաբանության երկիր չի ղեկավարվի, հատկապես լուրջ երկիրներ այդպես չեն անի, ընդհանրապես եթե մեկը իշխանության է գալիս կողքը մի
ահագին think tank-ներ ունի, օրինակ, եւ ահագին մարդիկ կան, որ աշխատում են գիտնականներ, այդ գործից հասկացողներ, երկիրը ճանաչողներ, ժողովուրդը, հակառակ կողմի ժողովուրդը լավ ճանաչողներ եւ այլն, իհարկե մեծ պետություններ, Ամերիկա եւ այլն, դրանք շատ դավանողներ են, իսկ մենք ասենք բանա լավ հենց այնց անող ես կարամ, ես կանեմ ասելով երկիր ղեկավարող մի ժողովուրդ ենք մենք, դժբախտաբար դրա համար էլ այս վիճակի մեջ է։ Իհարկե մի քիչ երկար բացատրեցի, բայց եթե չբացատրես մանրամասնությունները միայն ասելով չէ, ինչպես որ ինքն է մի բան ասում, բայց չկարա բացատրի, դա չկարա բացի, եթե հասարակ ասեի, որ ոչ այդպես չէ ու վերջացավ, չի հասկանա, այսինքն մարդիկ, որոնք մտածում են, ուղեղող մտածողներ, նրանք հիմա ինձ հասկացան, թե ինչ եմ ուզում ասած լինեմ։ Այո, Թուրքիան այդպիսի երկիր է եւ այդ պատճառով չի կարելի տարանջատել հայ-թուրք հարաբերությունը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունը, շատ բարձր է։ Այս համաժողովին, որի մասին ես արդեն նշեցի իմ նախորդ հարցում, մասնակցում էր նաև Գարո Փայլյանը, ում կարծիքով սահմանը հայ-թուրքական պետք է երրորդ երկրի քաղաքացիների համար բացվի, ակնկալվում է, որ հունվարին։ Բայց գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաև պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ եւ տեսնում ենք այն, ինչ նախկինում էր, այսինքն որից է տեղաշարժ չկա, հիմնականում էլի շարունակում են ադրբեջանական տեղանունների մասին ինչ որ թեզեր առաջ տանել ու այս միջավայրում, հաշվի առնելով այն ինչ կատարվում է, ինչ եք կարծում։ Իհարկե բազմիցս այս մասին խոսել ենք, բայց վերջին անգամ այս հարցը տամ, հայ-թուրքական սահմանի բացումը արդյոք հեռանկարում կա, մոտ հեռանկարի մասին է խոսքը։ Ինչպես որ դուք ել նշեցիք, մենք արդեն կրկնում ենք, կրկնվում ենք ամեն ինչով, նախ մի Փայլյանի մասին մի երկու խոսք ասեմ, դրա մասին մենք խոսել ենք, Փայլյանի մասին էլ եմ խոսել եւ ասել եմ, որ այն ժամանակներ, երբ որ մեծարում էին Փայլյանին Հայաստանում, մեդալներ էին տալիս եւ այլն, ասում էին մի հավատացեք Փայլյանին, մի գնացեք Փայլյանի հետևից, որովհետեւ նա կարիերիստ է, նա միայն իր սեփական անհատական կարիերայի մասին մտածող եւ աշխատող մարդ է։ Մեկ էլ տեսանք, որ հակահայկական ինչ-որ ելույթներ ունեցավ, մի անգամից ամբողջ 3 միլիոն Հայաստանում շուր եկավ ու թեքվեց հակա բանը Փայլյանի դեմ եւ բոլորը վիրավորված էին եւ ասում են, ես ասել եմ ձեզ, ինչ եք ուզում։ Մի հատ լսել է պետք, չէ՞։ Եթե ամեն ինչում մասնագետին հարցնենք, մասնագետին լսենք, ասենք ես քիմիայի բան չեմ հասկանում, ես էլեկտրոնիկայից շատ բան չեմ հասկանում, եթե ես չեմ կարա ասեմ, չէ, ես գիտեմ այդ ոնց է, ես կհարցնեմ մեկին, չէ, Այս նույն բանն է, դու չես հասկանում, կամ այսինքն բոլորը կարծում են, որ ամեն ինչ չի որ կարելի հասկանալ, սակայն քաղաքականություն նույնը բանն է, երաժշտությունն է, չէ։ Երկրի կեսը այսօր երգիչ է, համ իսկ կեսն էլ ներողություն, արտիստ է, սերիալներում խաղում են, չգիտես ինչ մեծ փողեր են աշխատում եւ այլն, երկրի կեսը արտիստ է, երկրի կեսը բան է, երգիչ է հիմա։ Ով ասես երգիչ, դերից էլ գեցողը երգիչ է։ Նույն բանն է, քաղաքականությունն է։ Ում ասես ինքը հասկանում, այդ բանում մեր վարչապետը ճիշտ էր, 3 միլիոն նախագահ ունենք ասել դեռ, չէ՞։ Մի ժամանակ, այո, 3 միլիոն էլ կարծում եմ, որ ես ամեն ինչից հասկանում եմ, խնդիր չկա։ Դրա համար մասնագետին պետք է հարցնել։ Ես այն ժամանակ ասում եմ, कि Փայլյանին հետևից մի ընկեք այդքան շատ։ Հիմա այսօր հետաքրքիր է, Փայլյանը եկել է եւ բեդության մտածելակերպի մասին ասում է, որ ինձ ասում, բայց դու չէ որ ինտիմություն է իր տեսնում եք որ Փայլյանը պետք է այդ ժամանակ ինտիմությունն է, պետք է ժամանակ մեկ էլ տեսնում եք իր հայացքները համընկնում են Էրդողանի հետ, կամ Էրդողանի համարյա անունից է խոսում ինքը եւ այլն, գիտեր Էրդողանի անունից է խոսում պաստորեն, առանց ասելու այդպես։ Հիմա տեսնում եք Փայլյանին ինչքան կարելի է վստահել։ Պետք է մարդ մի քիչ քդիտակ ունենա, որ դա ճոգի։
դա փայլանի մասին, բայց ինչպես ասեցինք, դրա մասին էինք խոսել, սահմանի բացման մասին էինք խոսել, ես ասում եմ, սահմանը չի բացվելու, իսկ եթե բացվի, արդեն արտահայտեցին, որ բացվելու է միայն երրորդ երկրի քաղաքացիների համար։ Այսինքն, այն որ ասում են սահմանը բացվելու է, եւ այն կողմից էլ ասում են չի բացվելու, դա է հետաքրքիր։ Նույնը Ադրբեջանի հետ ասում են որ բախ հաուտյան պայմանագրի հեսա կնքելու ենք, նրանք ասում են որ չենք կնքելու, մինչև այս բաները չնի։ Հիմա ինչ եղավ։ Հետո մյուս կողմից ասում է բանը, մենք Ալիևի պահանջը մեր սահմանադրությունը փոխելու մասին չենք ընդունում, բայց մենք մեր սահմանադրությունը փոխելու ենք։ Ինչ եղավ։ Այսինքն ինչ տարբերություն։ Այսինքն փաստորեն կատարում ես այն ինչ որ նա ասում է, սրանք բոլորը բառախաղեր, որոնց մոտ լոլոզում են ժողովրդի մի մեծ մասը, բայց այո, այդ զանգվածը, ինչ զանգված չեմ ուզում ասեմ արդեն, բայց հաստատ մի ստամոքսային զանգված է դա, այդքան ասեմ։ Այդ ստամոքսային զանգվածը չի էլ ուզում մտածել, չի էլ ուզում լսի, իր ստամոքսին համար որն է հարմար, դա է իր համար ճիշտը։ Ու դա ասում է, հա, այո, դեսեք, մեր ղեկավարները ասեցին այսպես, սահմանը բացվելու է ասեցին, այնա բացվելու է։ Ինչ եղավ։ Այն օրվանից որ որոշել էին, որ երկու կողմն էլ արտահայտվել էին, որ այո, սահմանը բացվելու է, 2 տարի անցավ։ Մենք վրաս պատրաստեցինք ամեն ինչ եւ այն 2 տարի նստած սպասում ենք թե սահմանը բացվելու է, բայց մյուս կողմից սահմանը բացվելու է իմիջալոց, եթե մի օր բացվի, կարող է բացվի։ Մեր աչքը կողել տեսեք սահմանը բացվեց, բայց ում համար բացվեց։ Ադրբեջանցիների համար։ Անկամ Թուրքիա համար չէ, ոչ թուրքը ոչ այ, այսինքն այնպես չէ որ մենք պիտի կարողանանք սահմանով անցնենք այն կողմ թուրք տուրիստներն էլ կամ քուրդ տուրիստներն էլ, որոնք դեռ ուրիշ բանի մասին են մտածում, իրենք մտածում են որ ահա հիմա նոր Թայլանդ է այստեղ առաջանալու սեքս տուրիզմ եւ այլն, միայն դրա մասին են մտածում, միայն ու միայն, երկրորդ բան չկա։ Ես ճանաչում եմ մարդիկ, ես վերջերս մի 2 շաբաթ առաջ էր, թե մի շաբաթ առաջ, մի խումբ Վանից եկան, ղեկավարին էլ ճանաչում եմ, ինձ էլ զանգեց, բարևեց եւ այլն, ինձ էլ ասում է, բա ինչի՞ չես ուզում մեզ հետ աշխատես։ Ինչի՞ պիտի ուզեմ ձեզ հետ աշխատեմ, որովհետեւ ես ձեզ գիտեմ, թե ինչ եք մտածում դուք։ Միայն դղամարդիկ են գալիս, ինչի՞ ոչ մեկը ընտանիքով չի գալիս Հայաստան այցելության, Բա ինչ է նպատակը իրենց։ Իմացեք։ Դրա համար սահմանը նրանց համար էլ չի բացվելու։ Իրենք էլ հույս ունեն որ ինձ էլ հարցնում են, բա դու ես հասկանում ես այս գործը սահմանը բացվելու է, չի բացվելու։ Վայ, ինչի՞ էս վատ բան ես ասում, վատ բան ասեցին, ինչ կա հետ եմ ասում։ Դա ինչ է, քանի տարի է Հայաստանում են նույն բանն եմ ասում, բա ինչ ես վատ բան, ինչ կա հետ եմ ասում։ Եղել է մի բան, որ ասել եմ ու չի եղել։ Հե՞։ Եղել է մի բան։ Դա աչքս կողեք։ Ինչ ասել եմ կատարվել է։ Հիմա ինչ եք ուզում ինձանից։ Ասեմ այն ինչ չի կատարվելու, ասեմ լավ բաներ ու չկատարվի։ Ինչ կա այդ եմ ասում։ Վատ բան կա, վատ բան եմ տեսնում, վատ բան եմ ասում։ Այդ վատ բանն էլ կատարվում է։ Չի եղել մի բան, որ ասել եմ ու չլինի։ Դրա մասին մտածեք եւ դրա մասին խոսեք։ Հա, հիմի սահմանը եթե անգամ բացվի, ում է պետք։ Ադրբեջանցիների համար։ Այսինքն սահմանն էլ ադրբեջանցիների համար է բացվելու։ Դա էլ ադրբեջանցիների համար։ Այսինքն այն որ մեր աչքն են ուզում գողեմ, այ տեսեք սահմանը բացելու ենք։ Սահմանը բացում է ադրբեջանցիների համար։ Մեզ համար չի։ Ոչ մի հայ չի անցնելու այնտեղով այդ սահմանը։ Դուք էլի գնալու եք Վրաստանով։ Թուրքերը նորից Վրաստանով գալու են կամ Պարսկաստանով։ Որ մեկն ասեն, քանի անգամ կրկնեմ այս նույն բաները։ Պարոն Լոկմագեզյան, նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր, որ ողջունում է այս խաղաղության գործընթացը, որ արդեն կա եւ ջանք չի խնայի, ներդրումներ կանի Հարավային Կովկասում այս խաղաղությունը ավելի երկար պահպանելու համար։ Մի բան է հետաքրքիր։ Կգա արդյոք ժամանակ, երբ մեր ոչ բարեկամ հարևաններին իրոք պետք կլինի խաղաղությունը այս տարածաշրջանում։ Այնքան ժամանակ, որ մենք պարկած իրենց ոտերն ենք լփստում, խաղաղություն կլինի իհարկե, ինչ կա որ։ Եթե մեկը տեր եւ մեկը ծառա է, խաղաղություն է։ Եթե երկու հոգի փորձում են տեր լինել,
Եթե մենք փորձենք մեր երկրի տերը լինել, տեր կանգնել մեր իրավունքներին, տեր կանգնել մեր երկրին, տեր կանգնել մեր հողերին, այն ժամանակ խաղաղություն չի լինի։ Որն է գուսում։ Ուզում եք փալաստառնակ ու խաղաղություն լինի, թե տեր կանգնեք, գուցե խաղաղություն լինի։ Իսկ մյուս կողմից ասում են, որ ասում են, որ բայ իսպաները չանենք պատերազմ կլինի։ Ինչի՞։ Մենք 30 տարի չենք անում այդ բաները։ Երբ պատերազմ եղավ, այ ամենասկզբում պատերազմ եղավ, եւ պատերազմում մենք հաղթեցինք, այն նոր բանից խաղաղություն էր։ Այն սահմանային խախտումները, բաները եւ այլն, դա պատերազմ չի։ Դա պատերազմ չի։ Դա նել նաեւ այն պատճառով էր, որովհետեւ մենք խաղաղության պայմանագիր չկնքեցինք։ Դա էլ ուրիշ հարց է։ Դա էլ հարցերի հարցն է։ Մի օր Երանի այդ օրը կգա, մի հատ նորմալ իշխանություն կունենանք եւ կբացի այդ դրցակը։ Դե այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը հենց Հայր Ալիևը ձեռքերը բարձրացրեց, ասեց ես անձնադուր եմ լինում։ Արի խաղաղություն անենք մենք, բայց մենք խաղաղության պայմանագիր չստորագրեցինք, ինչի։ Ինչի զինադատարի պայմանագիր ստորագրեցինք։ Դա հարցերի հարցն է։ Եվ նավ չեմ ուզում ասեմ, թե ով էր դրա մասին խոսել, շատ ճանաչված ռազմական գործիչ խոսել էր դրա մասին։ Եվ շատ կասկածելի պայմանագիր էր դա։ Շատ կասկածելի։ Ինչի։ Եվ այնտեղ այնպիսի գետեր են մծրած։ Եվ սա իմ խոսքս չէ։ Այնպիսի գետեր են մծրված, որ զարմանում ես։ Սա ուղղակի հանցագործություն էր հայ ազգի նկատմամբ, որը կատարվեց։ Այդ պապկան, այդ դոսիեն պետք է մի օր բացվի։ Երանի մի հատ նորմալ իշխանություն կա, այդ դոսիեն բացի։ Դե սուրլա իշխանությունը թող բացի մի հատ տենանք։ Հա? Ինչի՞ չի բացում։ Ասեմ ինչի՞ չի բացում, էդել ասեմ, դե ամեն մարդ կարա հասկանա թե ինչի։ Արվի լավ չասեմ։ Ինքներդ հասկացեք։ Ով հասկանում է, դա հասկանում է, նորից եկանք նույն տեղը, ով չի հասկանում, չի էլ ուզում հասկանա, պետք էլ չի իրենց։ Չի ուզում։ Դա է մեր դժբախտությունը։ Մեր դժբախտությունը ինչ է, որ մի խումբ մարդիկ այսօր կառավարության ղեկին նստած այս երկիրը քանդում են։ Մեր դժբախտությունը այն է, որ մի մեծ զանգված թքած ունի այդ ամեն ինչի վրա։ Այդ նույն մտածելակերպն է, որ եթե այստեղ լավ չլինի, ես կգնամ Ամերիկա, այնտեղ կապրեմ։ Այդ նույն մտածելակերպն է։ Եվ դժբախտաբար այսօր նորից կան մարդիկ, որ գնում են, բայց այստեղ տեսեք ինչ որ մի պատկեր է փոխված։ Այն ժամանակ գնում են այն մարդիկ, այդ սկզբնական շրջանում կամ մինչև այսի մոտ 30 տարի շարունակ գնում են այն մարդիկ, որոնք պատրաստ էին $100 համար ամբողջ երկիրը ծախելու։ Սա ոչ մեկը ինձ չմեղադրի ինչ որ բանի մեջ։ Սա ես բառացի կրկնում եմ ինչ որ մեկի արտահայտությունը, որը ինձ արել էր այդ տարիներին։ Դա իմ խոսքը չէ։ Երբ որ խոսում ենք հայրենիք մայնը, ասեց, այդ Իրան ջան ասեց, ինչ ես ասում, $100 տվողին սա Հայաստանը կծախեմ։ Եվ այսօր Ամերիկայում է այդ մարդը։ Այդ ժամանակ այդ մարդիկ էին գնում։ Այսօր ոչ, այսօր հայրենասերներն են գնում այլևս, որովհետև չեն կարող ապրեն այս պայմաններով, այս երկրում։ Հասկանում եք, ես եկավ, ոսի գնամ Թուրքիայի հետ ապրեմ։ Ավելի լավ է քո երկրում ապրես այս պայմաններով եւ տեսնես թե ինչ են անում քո երկիրդ, քո հայրենիքը, կգնամ թշնամ այդ ապրեմ, այդ կոնե ինքը ինչ որ անի, ինքը իր երկրին է անում, կամ եթե անգամ ինձ է անում, թշնամին է ինձ անում։ Թշնամին է անում։ Գիտեք, նույն խնդիրը օրինակ մարդկային հարաբերությունների մեջ, եթե օդարը ձեզ մի վատ բան է ասում, վատ բան է անում, այնքան ձեր սրտին ցավ չի պատճառ, քան հարազատ մարդն է անում։ Դա է խնդիրը։ Այսօր մարդիկ տեսնում են, կոնկրետ մարդ գիտեմ որ Ֆրանսիայում է ապրում։ Թողեց գնաց,
ասոցիացիա երկրում ես այս մարդկանց ղեկավարած Հայաստանում չեմ կարող ապրեմ։ Թողոց գնաց։ Շատ հայրենացել մարդ է, շատ էլ ճանաչված մարդ է։ Չեմ տա անունը։ Ես եմ այսօր վիճակը։ Շնորհակալություն, պարոն Լոքմակիոսյան, մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում մեր կիսալույսնի մայրամուտ հաղորդումը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։